Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայեթ նախագիծը եւ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական լավագույն դեմքերի հետ հանդիպումներով թողարկում եւ րոպե չկորցնելով ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում աստծորնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ ասեմ որ տեսահոլովակի տաղանդավորները րոպեներ անց լինելու են ինձ մոտ տաղավարում ում այստեղ խոսքը կիմանաք հենց հիմա Рейс Ереван, Краснодар, компания «Аэрофлот» совершил посадку. Просьба ко всем, кто смотрит клип, широко улыбаться. Желаем приятного просмотра. Ты сказала мне тревожно, не подумай уезжать. Меня бросить невозможно, можно потерять. Ты, смеясь, мне говорила: будь смелее и не жди, укради меня красиво или уходи. Кружит голову мимоза, я приду опять. Любовь бросить невозможно, можно потерять. Кружит голову мимоза, я приду опять. Любовь бросить невозможно, можно потерять. Барабанит по террасе непонятный зимний дождь. Если ты не потеряешь, значит не найдешь. Види к парку 7:30, украду тебя при всех. Песню бросить невозможно, если есть припев. Кружит голову мимоза, я приду опять. Любовь бросить невозможно, можно потерять. Кружит голову мимоза, я приду опять. Любовь бросить невозможно, можно потерять. Кружит голову мимоза, я приду опять. Любовь бросить невозможно, можно потерять. Кружит голову мимоза, каменам коров. Сера корселан наре, кескадам кезмо. Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա առավել եւս նոր սերունդը ժամանցասեր հասարակությունը ավելի մոտ է նստել, ձայնը բարձրացել են, շատն էլ ասում են դեպ նրանք մեր հարսանիքի կնոնք ծնունդի ժամանակ բավականին ակտուալ են ու լավ էլ մեր տրամադրությունը բարձրացրել են այսօր ինձ մոտ տաղավարում են նոր թեմայով Quattro բենդի մասին գրեթե վստահ եմ հիմա շատերը գիտեն իսկ ես ասեմ որ մեծագույն սիրով դեմքերի ինձ մոտ են եւ Լարան եւ Հովանեսը որ ընկերներիս կարող եմ ասել բարի օր բարի գալուստ Բարի օր Ծինաջան։ Ոնց եք Շնորհակալ ենք հրավերի համար։ Հրաշալի, եթե ստեղ ենք, ուրեմն հրաշալի ենք։ ապրենք նախ ասեմ ես հետևում եմ ձեզ երբ որ Հովջան Լարան ինձ մոտ տաղավարում էր ամիսներ առաջ ասեց ձին ես պատրաստվում եմ բենդի հետ համագործակցել մեզ մոտ նորություն է սպասում ես շուտով լինելու եմ նաև բենդի երգչուհի այդ թեմաների մասին կխոսենք ապագայում երբ որ լինի Լարփաստոն սրա մասն էր խոսքը Այո
Ոնց եք դուք իրար գտել։ Մենք արդեն մոտ 2 տարի է ինչ ճանաչում ենք իրար, այսինքն բացի սկսել ենք իրար հետ աշխատել, հետո դարձել ենք լավ ընկերներ ու հիմա բենդում էս պահին բոլորս, ընդհանուր մինչև պրոդյուսերը, առաջին հերթին մենք հարազատ մարդիկ ենք իրար, լավ ընկերներ ենք ու ստացվեց լավ համագործակցություն այդ ամեն ինչի հիմքում։ Այսինքն հիմքում կա նաև պրոդյուսեր։ Այո։ Ով է մեր պրոդյուսերը։ Մեր պրոդյուսերը Մեր պրոդյուսերը շատ հրաշալի անձնավորություն է Լևոն Կարապետյանը։ Այո։ Մեր ջերմմթնոլորտը, մեր ընկերական մթնոլորտը ոնց որ 2x դարձրեց իր ներկայությամբ, որ շատ շնորհակալ ենք իրեն։ Հիանալի է, իսկ բնակվում է այստեղ թե դուրսն է։ Դրսում։ Ձեր դեմքից երևաց, որ ինքը հիմա ձեր կողքը չի կարոտած վիճակի, վստահ եմ ծրագիրը նայելուց կգնահատեք նրանց աշխատանքը այլ տարբերակով։ Բենդ, քանի հոգուց է կազմված մեր բենդը։ Quattro 4 տղաներ, որոնք նվագում են գործիքների վրա։ Այո, մեր 2 տղաներին, որ մի քանի րոպեից իրենց էլ կտեսնեք, ունենք DJ, որ մեր ուղակի DJ-ը չի, այսինքն մենք միասին անում ենք մեր բոլոր միքսերը, երգերը, թեկուզ նույն cover-ները ներկայացնում ենք մեր տարբերակով, այդ ամեն ինչով նա է զբաղվում։ Ունենք հարվածային գործիքներ, որ մեր ռիթմը, այսպես մեր բենդի սիրտն է ապահովում։ Լավ։ Վահե Մինասյան։ 4-ով ենք։ Իդեպ տղաները են կողմն են, րոպեներանց նրանք էլ կհայտնվեն եթերում։ Շատ լավ, իսկ կարող է ավելացումներ լինի, թե մենք բավարարվում ենք 4-ով։ Մտածել եք դրա մասին։ Չէ, 4 հոգի, Quattro։ Ամենաշատը կարող ավելանա մեյքափ անող կամ վարսավի։ Ոչ ավելին ամենադեպս։ Միգուցե ապագայում ինչ որ պլաններ, բայց այս պահին հասկացել ենք, որ մենք 4-ով այսպես ավելացումների կարիք դեռևս չունենք։ Մի հարց էլ, ինչի Quattro։ Երկար ենք մտածում ինչ անվանում դնել, հետո հասկացանք, որ հենց հիմքը մենք 4-ով ենք եղել, մտածենք ինչի հեռու գնանք, հենա Quattro։ Շատ լավ։ Դուք ունեք արդեն նոր տեսահոլովակ, որ համացանցը ողողվել էր, հիմա պատրաստել եք հերթականը։ Անոնսը արդեն լավն էր, ասելիք ուներ, դե դուք երկուսդ էլ սիրուն եք, ինչի կարելի ենք փաստել եթերում, իսկ ժողովրդի աչքը հիմա բավականին շատ է, ավելի շատ ասում ավելավա սիրուն լինի, բայց վատ երգի։ Չգիտեմ ինչ են հիմա տենց ասում, բայց երևի թե հիմա կներեք իհարկե, ամենայն դեպս։ Նոր տեսահոլովակի մասին պատմեք ինձ։ Առաջի տեսահոլովակը մենք վերցրել ենք Առնո Բաբաջանյանի գեղեցիկ ստեղծագործություններից։ Փորձել ենք խոսանք առաջին մեր մեծերի մասին, հետո նոր ներկայացնենք մեզ։ Այո։ Շատ շուտով կլինի մեր հեղինակային երգի պրեմիերան, բացի այս նոր երգը, ունենանք հեղինակային երգեր։ Շատ լավ, այսինքն սկսել եք համագործակցել են երկարների հետ։ Այո։ Այսինքն սա թե առաջինը թե երկրորդը cover տարբերակ է եղել, երկրորդը ուղղակի այսպես, չգիտեմ, մենք առաջնորդվում ենք երևի թե մեր հենց ճաշակով, մեր սրտին հարմար երգերով ու փորձել ենք այսպես թե տեսահոլովակը ներկայացնել, ինչ որ ժողովրդին մեր հասակակիցներին դուր կգա։ Այդպես երրորդը արդեն հեղինակային կունենանք։ Շատ լավ։ Տեսահոլովակի նկարման աշխատանքների մասին ինձ մի երկու նախադասություն պատմեք, հեռուստադիտող հետ կազմակերպենք պրեմիերան։ Տեսահոլովակը երկուսն էլ ու այս երկրորդն էլ, որի պրեմիերան հիմա անում ենք, նկարահանվել է ոչ այստեղ, նկարահանվել է դրսում, Ռուսաստանում, ավելի կոնկրետ։ Լավ։ Պրոդյուսերը տարել է մոտ, նկարելու համար։ Հա, հետո Պրոդյուսերը չի թողել, որ մենք ուրիշ տեղ նկարենք։ Շատ լավ։ Դե կողքը այդ ավելի հաճելի է։ Լավ։ Չնայած երրորդը միգուցե արդեն հենց այստեղ էլ նկարվի։ Լավ։ Այդպես նկարահանումները մեր համար անցել են բավականին, թե մի քիչ կարելի ասել զավեշտալի, ուրախ նոտայով, թեթև հանգիստ։ Իսկ արձագանքը լավն է։ Ինչ եք կարծում։ Ուզում ասել, այս երգը դուք արդեն երգում եք, չէ՞, առիթների։ Հա, որովհետև իմ ընկերներից շատերը ինձ նկարեցին եւ ուղարկեցին, ասեցին, «Ցին այս երեխեք ինչի քո մոտ չեն եկել», ասեցի, «Տարին դեռ չի սկսվել»։ Հենց որ սկսվի, այնպես որ իմ ընկերների առիթի ժամանակ դուք այս գործը երգել եք, դրա համար ես հիշում եմ։ Ձեր թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան եւ ես, եթե թույլ կտաք, էստաֆետա նաեւ հանձնենք մյուս թիմի մասնակիցներին, նրանց հետ շփվելուց հետո նրանք ձեզ համար ունեն, այսպես ասած, տոները չավարտված, թեկուզ նաեւ լավ թեմա ներկայացնելու, այնպես որ ձեր թույլտվությամբ 21 TV-ի եթերում Quattro բենդի լավագույն տեսահոլովակի պրեմիերան է, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ ամփոփում ենք։
А я не знаю почему, но меня тянет. Меня так тянет, ох, как меня тянет. И я все время пропадаю ночами, ночами, ночами. Все это было не раз, и, к сожалению, все повторится, все повторится. Я только время поменяю и лица. Зеленый цвет я не поменяю. А я узнал интересный момент, что и Ван Гог, и Матисс, и Дали курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Я никогда тебя, мой милый, не забуду. Я не забуду, нет, я не забуду. Но говорить, что я люблю тебя, не буду. Уже не буду, уже не буду. Все это было не раз, и, к сожалению, все повторится, Я только время поменяю и лица. Тому Матисс, а я узнала интересный момент, что и Ван Гог, и Матисс, и Дали курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. А я узнала интересный момент, что и Ван Гог, и Матисс, и Дали курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Почему на меня тянет? Меня так тянет, ох, как меня тянет. Я все время пропадаю ночами, ночами, ночами. Все это было не раз, и, к сожалению, все повторится. Я только время поменяю и лица. Зеленый цвет я не поменяю. И Матисс, и Дали курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. А я узнала интересный момент, что и Ван Гог, и Матисс, и Дали курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Դե ինչ 21 TV եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա։ Ես անձամբ լինելով երեկոն ձինայդ նախագծի հեղինակ վարող ձեզ խոստանում, որ այս տեսահոլովակ բազմիցս կարող եք դիտել մեր ծրագրի շրջանակներում, դա բավականին մոտ է մեր ֆորմատին, իսկ մեր հեռուստադիտողները, առավելևս մեր ծրագրի հեռուստադիտողներն ասում են Ծինա ջան, կլինի տխուր երգերը թողեք վերջում։ Դե սկզբում միշտ այսպիսի տեսահոլովակներ կլինեն, տխուրներն էլ սիրված սրտերի համար ավելի ուշ ցուցադրենք, բայց ինձ մոտ տաղավարում երկու սիմպաթիչներ են, որոնք բենդի լավագույն մասնիկներն են, տաղանդավորները, որոնց մասին խոսեցին Լարան եւ Հովանեսը, DJ Ռոման եւ հարվածային գործիքների տիրապետող Վահեն։ Բարի օր, բարի գալուս տղաներ ջան։ Մի հարց տամ էլի։ Ամեն ելույթից հետո շատ աղջիկների հետ ենք բախվում կամ տենց սիրո խոստովանություններ լինում, հանգի։ Ես ունեմ լիքը ընկերներ, որ ձեզ սիրում են։ Ինչ թաքցնենք, այո։ Շատ համեստ են։ Շատ լավ։ Գիտեք, շատ բենդեր տարբերվելու համար, ինչ որ ոչ միայն տղաներն են սիմպաթիչ լինում տաղանդավոր, նաև գործիքների տարբերություն կա։ Երբ որ ես իմ շատ ընկերներին ասում Quattro band, ասում են, որ մի հատ գժական ու դառնի ունեն եւ DJ, այսինքն տարբերությունը ապրեք, դուք կարողացրեք պահել տենց։ Իսկ դուք ձեր ընկերների հետ օրինակ համամիտ կլինեք, որ բենդում եւս երաժիշտներ ավելանան, թե էգոիզմը միայն ձերն է, դուք պետքա լինեք։ Ոչ։ Չեմ կարծում, տենց մտքի հետ կողմ կլինենք, որովհետեւ հենց Quattro-ն մեր 4-ի մասին է։ Դրա համար Չէ, դուք մեկ, հա, փոխարինող չպիտի լինի։ Ավելացում եւ փոխարինող։ Վերջացավ։ Շատ լավ։ Իսկ ինչքանով եք կարողանում օրինակ երգիչների հետ, դուետի հետ, ասենք տարաձայնություններ ունենալ կամ չունենալ։ Շատ տենց լուրջ հարց է մեր մոտ։ Այո։ Եղել են դեպքեր, ասենք երբ որ ես տենց
ոնց որ ազարտի ընկնելով, հավեսով նվագել եմ, այնց հողում ֆրանսիան ինձ ասել է կամաց նվագի, որ ես ինձ Հա։ ու տենց լիքը հետաքրքիր թեմաներ ենք ունեցել։ Իսկ երկերի հետ կապված, որը միքսվի, որը չէ, որ արժեր։ Իհարկե, ասենք օրինակ Ընթացքային լինում է փոփոխություններ անել։ բայց բոլորը ոնց որ կոմպրոմիսի գալիս ենք էլի, ինչ երկ արժանալ, ինչի՞ չէ։ Իսկ Ռոմը օգնում է թե խանգարում է։ Չէ, օգնում է։ Ես գիտեմ, որ հենց հիմա ձերն ընկերները կողքից լսում են, չգիտեմ ինչքանով կհամաձայն են, թե չէ, բայց ես առաջարկ ունեմ հենց ձեզ երկուսիդ։ Ես ունեմ ինձ համար հատուկ գրված հիթեր, որոնք 3-ն են։ Առաջինը եւ երկրորդը եւ երրորդը մեկը մյուսից խիստ տարբերվում են։ Ես վստահ եմ դուք այդ հիթերը նաև լսած կլինեք, որովհետև իրանք բավականին տարածված են եւ երգում են շատ հայտնի երգիչներ։ Բնականաբար Ձինայի հետ հապավումով։ Հիմա ես ունեմ վերջինը, որը բավականին ակտուալ է եւ գրել է Նիկա Էկիբյան, Գրիգոր Կոկչյանը խոսքերը եւ միքսվել է տարբեր դիջեյների կողմից, վերջինը միքսել է Ապեջանը իր թիմակցով Միացյալ Նահանգներից, որովհետև Ապեջանը ունի այդտեղ հատված, որը ինքը բնականաբար ռեպ է կարդում։ Ես երգը օրիգինալ տարբերակով ուզում եմ հանձնել ձեզ եւ պրիպև ասված երևույթը շատ կցանկանայի միքսված տարբերակով եւ ինչու ոչ հարվածային գործիքները մեջը ինձ համար փոխել եւ տալ ես օգտագործեմ տարբեր տեղեր։ Կանեք դա։ Կմտածենք, այո։ Մի հատ։ Այո, բնականաբար, պրոդյուսերների հետ արեք, ես մեծագույն սիրով այն ռոպագանդա եմ, որ երգը թարմացվել է եւ դարձել է 2026 թվականին այլ տարբերակով Quattro-ի լավագույն դեմքերի Մենք օգնությամբ։ սիրով կքննարկենք այդ առաջարկը Վերջացավ։ Եվ երբ որ համաձայնության գալիս եք ինձ առաջարկս ընդունում եք, ես ուղարկում եմ երգը եւ ինչու ոչ հնարավոր է, որ ես այն եթերային տարբերակով ներկայացնեմ եւ գովազդեմ, որ իմ հիթը վերջինը փոխվել է, ռեստավրացիա եղել նաև լավագույնների օգնությամբ։ Համապայմանավորվեցինք։ Այո։ Վերջացավ, այն որ ասում է դու Ձինա ջան քո ծառը ջրի, հետո նոր մնացածը։ Իսկ այս պահին ասեմ, որ լավագույնները սպասում են, րոպե չեմ ուզում կորցնել, ուղղակի նամանավանդ Հոբելյարներ ջան, ավելի մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետև հատուկ ձեզ համար իրենց կատարումը իրականացնում է Quattro բենդը։ А я не знаю почему, но меня тянет. Меня так тянет, ох, как меня тянет. И я все время пропадаю ночами, ночами, ночами. Все это было не раз, и, к сожалению, все повторится, все повторится. Я только время поменяю и лица. Зеленый цвет я не поменяю. А я узнал интересный момент, что Иван Гог и Матисс и Дали курили табак, употребляли абсент и кое-что, кстати, тоже могли. Курили табак, употребляли абсент и кое-что, кстати, тоже могли. Я никогда тебя, мой милый, не забуду. Я не забуду, нет, я не забуду. Но говорить, что я люблю тебя, не буду. Уже не буду, уже не буду. Все это было не раз, и, к сожалению, все повторится, все повторится. Я только время поменяю и лица. Тому Матисс, а я узнала интересный момент, что Иван Гог и Матисс и Дали курили табак, употребляли абсент и кое-что, кстати, тоже могли. А я узнала интересный момент, что Иван Гог и Матисс и Дали курили табак, употребляли абсент и кое-что, кстати, тоже могли. Курили табак, употребляли абсент и кое-что, кстати, тоже могли. Почему на меня тянет? Меня так тянет, ох, как меня тянет. Я все время пропадаю ночами, ночами, ночами. Все это было не раз, и, к сожалению, все повторится, все повторится. Я только время поменяю и лица. Зеленый цвет я не поменяю. А я узнал интересный момент, что Иван Гог и Матисс и Дали курили табак, употребляли абсент и кое-что, кстати, тоже могли.